այդ նույն օրը, Կիրակի օրը, քննիչը որոշում է կայացնում, որ 10-ից ավել հոգևորականներ պետք է կանչվեն քննչական կոմիտե հարցաքննության։ Ես հիմա խնդրում եմ մեկնաբանեք, ինչպիսի հրատապություն էր դա, որ հենց Կիրակի օրը պետք է հենց Կիրակի օրը բոլոր հոգևորականները պետք է ուղղակի տարածքում չլինեին։ Կիրակի օրով նման այսպես իմպերատիվ անհրաժեշտություն որտեղից էր առաջացել։ Հաջորդը, երբ գնացել են խոզարկությունների հոգևորականների տանը, օրինակ Բյուրականի հոգևորականը վերջերս հարցազրույցի ժամանակ ասում է, երբ քննիչները մտան մեր տուն, իմիջիայլոց բոլոր այդ ամբողջ ընթացքում նույնիսկ երեխաների պլանշետներն են վերցրել եւ մինչեւ հիմա չեն վերադարձրել, սա էլ խնդրում եմ մեկնաբանեք, սա ինչ իրավիճակ է։ Բյուրականի հոգևորականի տանը խոզարկություն իրականացնելիս մարդը գիշերազգեստով է եղել։ Ուզում եմ հստակ ընդգծել, հոգևորականը գիշերազգեստով, քննիչին ասել է թույլ տվեք գոնե փոխեմ իմ շորերը, քննիչը թույլ չի տվել այդ ընթացքում, որպեսզի հոգևորականը իր գիշերազգեստը փոխի։ Լավ, սա ինչ մոտեցում է, սա ինչ տրամաբանություն է։ Մեկ էլ հավանաբար 30-ականներին էր, որ NKVD-ն մտնում էր ու այդ նման գործողություններ իրականացնում հոգևորականների նկատմամբ։ Երբ որ ասում եք քննիչը ինքնուրույն է իր որոշումներ կայացնելում եւ այլն, այսինքն այդ քննիչը մտածել է, որ հոգևորականը եթե իր գիշերազգեստը փոխի, հետո նստեն խոսելու, այդտեղ մեծագույն ողբերգություն էր տեղի ունենալու, կամ բռնագրավված այդ պլանշետները երեխաներին վերադարձն, ինչու մինչեւ հիմա չեն վերադարձվել։